Պարոն Միրզոյան, գազը մատակարարումն է, ինչպես հասկացանք, թիվ 1 խնդիր է, բայց դրան զուգահեռ նաև այլ խնդիրներ նշեցին մարդիկ։ Մենք ճիշտ հասկացանք, որ գազի խողովակներն անցկացված են, բայց Գազպրոմը չի ընդունում դրանք։ Չէ, սխալ եք հասկացել, որովհետև իրականում տենց չի, տեսեք, եթե սկզբնաղբյուրից գանք գազամատակարարման հետ կապված ինչի է ուշացել, որովհետև եթե ուսումնասիրեք ինչ փոփոխություններ են եղել ընդհանրապես գազամատակարարման, գազասպառման համակարգերի միացման հետ վերջին տարիներին, արդեն պարզ կլինի հիմնական խնդիրը ինչ է եղել, որովհետև մենք ի սկզբանե կառուցապատումը մեկնարկելիս տեխնիկական պայման ունեցել ենք, որը մինչ օրս գործում է իհարկե, բայց ցավոք սրտի 2000, եթե չեմ սխալվում, 23 թվականին, 22-23 թվականներին, եթե տեղյակ եք, Երևան քաղաքում լուրջ գազամատակարարման խնդիրներ առաջացան կապված գազի ճնշումների եւ գազի քանակի հետ, պայմանավորված բնականաբար մեծ թվով նոր կառուցապատումների հետ եւ մոտավորապես երևի տարի ու կես Գազպրոմ Արմենիան Երևան քաղաքում չէր տալիս տեխնիկական պայման նոր կառուցվող շենքերի համար, թեպետ մեր տեղ պայմանը դրանից առաջ էր ստացված եւ կառավարության հետ համատեղ ներդրումային ծրագիր իրականացվեց 23-24 թվականներին, որը մինչ օրս շարունակվում է, ինքը ինչ էր իրանից ենթադրում, որ եթե չեմ սխալվում, քաղաքի 4 ուղղություններով գազամատակարարման նոր միջին ճնշման խողովակաշարեր կառուցվեցին եւ պետությունը ըստ էության մասնակից եղավ այդ ներդրումային ծրագրին, որովհետեւ այն ընկերությունները, որոնք դրանք իրականացնում են, բավարար ֆինանսական միջոցներ չունեին, այդ ուղղություններից մեկը նաեւ կարծեմ սա հյուսիս-արևմտյան ուղղությունն է համարվում, որ այս տարածքի համար նոր խողովակաշար կառուցվեց, պրոբլեմը նրանում է եղել, որ մենք ենթադրելով, որ տեխնիկական պայման ունենք, այսինքն գործող տեխնիկական պայման, դրա շրջանակներում են աշխատանքները իրականացնելու, բայց պարզվեց, որ Գազպրոմ Արմենիան այդ ծրագիրը հաշվի առնելով եւ այն որոշումը, որը 23 թե 24 թվականներին կառուցվել է, հարկադրաբար միացման վճար է սահմանել գազամատակարարման համակարգին, որը նախկինում ուղղակի գոյություն չի ունեցել։ Այսինքն կառուցապատողը ինքը իր միջոցներով գազամատակարարման համակարգի խողովակաշարերը անցկացնում էր, բայց միացման համար որևէ վճար չկար։ Հիմա այդ վճարը սահմանված է, որը բավականին մեծ գումար է, մեկ բնակարանի, այսինքն ավելի շուտ ասած 1 խոնարհ մետր ծավալի համար, եւ դրանով պայմանավորված է եղել մեր բարդությունները եւ երկարատև բանակցությունները, բայց կարող եմ տեղեկացնել, որը կարող եք թե Գազպրոմից հարցում անել, թե նույն են մնացած բոլոր մարմիններից, որոնք կապ ունեն այս գործընթացի հետ, երկարատև բանակցությունների արդյունքում եւ նաեւ տեխնիկական, ֆինանսական եւ այլն, արդեն նախորդ շաբաթվա 5-շաբթի օրը վերջնական ամբողջական դիմումը ներկայացրել է Գազպրոմ Արմենիա, որը փոխհամաձայնեցված է բնականաբար մատակարար կազմակերպության հետ եւ ակնկալում ենք երեկվա խոսակցություններով առավելագույնը ոնց որ 3-շաբթի օրը վերջնական պատասխան փաթեթը ստանալու ենք, որից հետո արդեն գործընթացը գործնական փուլ է մտնելու, այդ դրան նախորդել են բազմաթիվ այցելություններ, նաև Գազպրոմի համապատասխան մասնագետների կողմից, ասեմ ավելին այսօր էլ 2-ից 3 ժամանակահատվածում վերջիններս մեծ խմբով այցելելու են ստե, արդեն տեխնիկական աշխատանքները իրականացնելու համար որոշակի փոքրիկ նախագծման, տեղադրման եւ այլն աշխատանքների համար, ինչ վերաբերում է կառուցված խողովակաշարերին, դա ինչ որ թյուրիմացություն է իրականում կամ ամբողջությամբ ճիշտ չի հասկացվել, բայց ինքը փոքր կոմպոնենտ ունի։ Մենք փոքրիկ մի երկու տեխնիկական հարց ունենք այդ խողովակաշարերի անցկացված խողովակաշարերի փոփոխություն անելու հետ կապված, որը ընդամենը օրերի հարց է, որը բնականաբար իրականացվելու է զուգահեռ, ոչ թե ավարտից հետո, եւ այսօրվա այցելության նպատակն էլ դա է, չնայած որ մենք արդեն Գազպրոմի հետ ֆիքսել ենք այդ մի փոքր երկու հանգույցում փոփոխություն իրականացնելու թե ձևը եւ թե տեխնիկական լուծումները, եւ այսքան, այսինքն մենք արդեն գործնական փուլ ենք մտել եւ վերջիններից հետ քննարկման արդյունքներով իրենց կողմից բարձրաձայնված ժամկետները հետեւյալն են, որ մեր դիմում ներկայացնելու օրվանից հաշվարկված առավելագույնը 1.5 ամսվա ընթացքում մենք փաստացի այն ինչ որ մնացել է աշխատանք անելու, որը վերջին կտորն է դեպի այդ նոր տեխնիկական պայմանով սահմանվող գազատարին միացման հանգույց եւ նաեւ դրան զուգահեռ որոշակի ժամկետից հետո ենթադրում ենք մի 20-25 օրից հետո ներտնային մոնտաժների մեկնարկ կսկսի եւ 1.5 ամիս հետո արդեն մենք փաստացի կունենանք արդեն գազ մեր կառուցած խողովակաշարերում եւ բոլոր շենքերում։ Այսինքն կառուցված խողովակաշարերը պետք է փոխվի։ Ոչ։
Իսկ որ ասում եք միացման գումար, ինչ գումարի Այդ գումարը մեկ խորանարդ մետրի համար կազմում է 172,000 դրամ, որը բաժանորդագրման գումար է սահմանվել պետության, այսինքն ցենց ասեմ, ոչ թե Գազպրոմի կողմից, այլ Գազպրոմի ենթադրում են պահանջով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման, որը վերաբերում է միայն Երևան քաղաքին։ Դրանով իսկ այդ գումարը Գազպրոմ Արմենիան ստանալով փոխհատուցելու է պետությանը իր կողմից արած ներդրումային ծրագրի շրջանակներում, այսինքն պետությանը գումարը հետ է տալիս։ Այո, բաժանորդ դառնալու գումարն է, բնակ չի։ Տեսեք, չէ, կառուցապատողը առանձին վճարելու հարց որպես այդպիսին ընդհանուր առմամբ չկա։ Սահմանված է, որ 1 խորանարդ մետր գազի համար այդ խողովակաշարերին միանալու համար բացառությամբ Երևան քաղաքում այդ նոր խողովակաշարերին կազմում է այդքան, դա հանրային փաստաթուղթ է, բոլորը կարող են տեսնել։ Այս պահին խնդիրը լուծելու համար մենք որպեսի չընկնենք տենց բնակիչների հետ, այս երկարատև գիտենք, այս խնդիրները բոլորից քաջ ծանոթ, մենք հետևողական ենք այդ առումով, մենք ինչ-որ միջոցներով այս պահին այդ խնդիրը լուծելու ենք, այսինքն ինչ-որ վարկային միջոցներ եւ այն, որի գործընթացը սկսել ենք արդեն, մենք կապահով ենք գազասպառման համակարգում այդ գազը անհրաժեշտ քանակությամբ, մնացած հարցերը տեխնիկական են, այս պահին չի ուզեն դրան անդրադառնալ, էլի։ Դա ասենք այդ ռեսուրսները օդում կախված չեն, հա, մեծ գումար է, մոտավորապես առաջի փուլի համար գրեթե 500 միլիոն դրամի սահմաններում գումար պետք է մուծվի եւ այդ գումարը ոչ ոքի գրպանում դրած չէր եւ չենք սպասում էլի որ այդ գումարը պետք է անենք մենք ինքներս մեր ռեսուրսները օգտագործելով այդ առաջնային մուծումը ամբողջական իրականացնելու ենք։ Կներեք, այսինքն այդ բաժանորդ դառնալու գինը նորասահման։ Իհարկե նորասահման, ամբողջ խնդիրը դա է, բնականաբար, դեպի անց պարզ բան է, ժողովուրդ, դուք կարաք հանգիստ հարցում անեք պետական մարմիններին եւ այլն, մինչեւ 23 թվականը գազասպառման համակարգին միացումը որևէ վճար չի սահմանվել, որը շատ տրամաբանական է, որովհետեւ ամբողջ աշխարհում է տենց, երբ որ դու մատակարար ընկերությանը միանում ես, ինքը դրանից շահույթ է ստանում իր ծախած, էներգետիկ ռեսուրսի համար, իսկ այս դեպքում ցավոք սրտի մեր մոտ ամեն ինչ սենց է, այսինքն մի հատ միանալու համար ենք վճարում, հետո մի հատ էլ ծախսած այդ ստացած գազի կամ էլեկտրաէներգիայի կամ եւ այլնի համար։ Խնդիրը դրանից է եղել, այսինքն ինքը պլանային ծախս չի եղել եւ կառուցապատողը այն համակարգը, որը պետք է կառուցեր, արդեն իսկ կառուցել է։ Այդ փոքրիկ երկու հատ տեխնիկական խնդիրը միշտ էլ լինում են, արագ լուծելու հարց են, ասեմ տենց, միջև 1 շաբաթվա ընթացքում, որը այդ որ ասեցիք խողովակաշարի հետ կապված, որ Գազպրոմը պատասխանել է, որ որոշակի խնդիր կա, դա ամբողջ համակարգին չի վերաբերում, ընդամենը մի քանի մետր ճյուղային հանգույցների է վերաբերվում, որոնք արդեն իրանց հետ ֆիքսել ենք դրանց լուծումները, այսօր մասնագետները գալու են արդեն դրանց գործնական փուլ մտնելու համար պայմանավորվածություն ձեռք բերենք եւ այլն, այսինքն դրանք հաշվենք չկան այդ խնդիրները իրականում, էլի։ Իսկ Վեոլիայի եւ Հեցի հետ խնդիրներ ունենք։ Հեցի հետ խնդիր չունենք, բացարձակապես բոլորը բաժանորդ են Հեցի հետ արդեն։ Ջրի հետ կապված ոչ, որովհետեւ ընթացակարգերն են մի քիչ երկար, ի տարբերություն Հեցի եւ Գազպրոմի, որոնք իրենց ենթակառուցվածքների սեփականատերերն են, Վիոլան կոնցեսիոն պայմանագրով կառավարիչ է ջրային համակարգի Հայաստանի Հանրապետությունում եւ այս պահին բնակիչները բացարձակ ջրամատակարարման խնդիր չունեն, մեր կողմից կառուցված պոմպակայաններով եւ մագիստրալ գծից մեր արդեն միացած, մենք ոնց որ գլխավոր հաշվիչով բաժանորդ ենք կառուցապատող ամբողջ ջրային համը, մենք մատակարարում ենք, շահագործման ակտը ստանալուց հետո պոմպակայանները կառավարության որոշմամբ հանձնվում է Հայաստանի Հանրապետությանը իդեմս ջրային կոմիտեի, վերջիններս պայմանագիր են կնքում Վեոլայի հետ դա սպասարկելու հետ կապված եւ դրանից հետո նոր ժողովուրդը արդեն բաժանորդային դյում է գրում, այնտեղ վճարի ոչ մի բան սահմանված չի։ Շատ շուտվանից եւ պոմպակայաններով։ Բնականաբար, որովհետեւ նախագծերը համաձայնեցված է իրանց հետ, անգամ պոմպերը, բոլոր այդ մանրամասները ինչ կա համաձայնեցված է, բոլոր փաստաթղթերը մեզ մոտ է, այսինքն ընդ զուտ պրոցեդուրալ տեխնիկական վիճակ է, ոչ թե իր կողմից ինչ որ չստանձնելու խնդիր է, բայց դա այս պահին բնակիչների որևէ ձևով չի խանգարում, էլի։ Դա այս պահին ոչ։ Դուք վստահեցնում կամ հավաստիացնում եք, որ բնակիչները մոտ ապագայում կունենան գազանցք։ Միանշանակ, որովհետև դրան փաստաթղթեր կան արդեն իսկ, վերջնական դիմումներ, պատասխանը կստանան, կհրապարակենք եկող շաբաթվա ընթացքում եւ արդեն գործնական փուլ է։ Անգամ կարան մարդիկ այսօր որ ասում եմ 2-ից 3-ը գալու են մեծ խմբով, Երևանի ԳԳՄ-ից են գալու, կենտրոնից եւ այլն, կարա ինչ որ մեկը անգամ մնա, տեսնի այդ աշխատանքները, բայց դրանք թափանցիկ են, էլ ոչ։ Այսինքն բնակիչներից կախված չի այդ վարկային, որ ասացիք։
Վճարումից կապ չէ, այն փաստաթղթերին, որոնց հիմա սպասում ենք, դրա հետ բացարձակ կապ չունի, ստանալուց հետո այդ վճարը իրականացվելու է, բայց դրան զուգահեռ մենք արդեն այն բոլոր նախապատրաստական աշխատանքները իրականացնելու ենք, այսինքն որ խոսում ենք 1.5 ամիս, դա եւ մնացորդային այդ գազատարի կառուցումն է, որը մի քանի, չգիտեմ, կարող է 50 մետր լինի, հա պայմանական։ Մի քանի այդ տեխնիկական շտկումներն է եւ դրան զուգահեռ անգամ ներտնային մոնտաժների իրականացումն է, որը իհարկե պետք է իրականացվի արդեն ESP դրա հետ вообще ընդհանրապես կառուցապատողը ոչ կապ ունեցել երբեք ոչ էլ կունենա, այնտեղ ներտնայինը հաշվի չհանգույցից սկսած միջև բնակարան համապատասխան վճարի դիմաց Գազպրոմի հետ է իրականացում, դե կառուցապատողը գործառույթ չունի։ Եկեք մի հատ հարցերի կներեք, որ կապված է ցրտերի հետ, որոշ մարդիկ ցույց տվեցին, որ իրանց տանը ասենք պայթել այդ առաջի հարկի ջրախողովակները, կանալիզացիայի ջուրը լցվել է, սառույցը երկրորդ հարկ, այդ վնասները սանիտար։ Տեսեք, մենք ոչ միտեղ կորած չենք, ստեղ ենք էլի, միշտ ու բնակիչներն են միշտ ցանկացած հարցով ստեն, տեխնիկականը չինարական հարցով պարոն Արաքելյանն է միշտ ընդունում, բնակիչներին տես կոնտակտի խզում չկա, ի տարբերություն շատ այլ դեպքերի, երբ որ չեն կարողանում կառուցապատող գտնել, տեսեք, ինքը նոր օրգանիզմ է բնականաբար, այո, ջեռուցման տոտալ բացակայության, այսինքն որտեղ տեղային մարդիկ հոսանքով են ջեռուցումը իրականացնում, մենք է պարտավորվել ենք միջև գազի մատակարարումը փոխհատուցել այդ ծախսերը, խնդիրներ կարող են լինել, անգամ որտեղ նաև նոր շենքեր են, ահռելի օրգանիզմ է եւ այս մեկնարկային փուլում միշտ խնդիրներ լինում են, բայց այդ ամեն ինչն է լուծվում են, մենք հետեւական նայում ենք եւ բնականաբար այս հարցերը այս տարվա ընթացքում արդեն երբ որ տեղ են գնեն հաջորդ ձմեռային ջեռուցվող սեզոնում մենք այդ նույն պատկերը չենք ունենալու եւ անհատապես բոլոր դեպքերին էլ անդրադառնում ենք, ես չգիտեմ, տես դեպք կա, որ դիմել են, մենք որևէ արձագանք չենք տվել։ Տեսեք, բնակիչները նաև նշում են, որ քառակում հանդիպում են ցանկացել, բայց Գազպրոմը, ինչպես նաև կառուցապատողը հրաժարվել են։ Ինչու եք հրաժարվել? Ես բացարձակապես տեղյակ չեմ մեզ պահանջից որևէ, որից մենք հրաժարվել ենք, տենց բան չի եղել։ Կառուցապատողը Գազպրոմը չեն պատասխանել հանդիպմանին։ Տենց բան չկա, որովհետև ես չգիտեմ այդ ինֆորմացիան որտեղից է, մեզ Քաղշինի հետ գրավոր աշխատում ենք, Քաղշինի բոլոր գրավոր հարցադրումներին պատասխանում ենք, այդ թվում ձեր վերջին նամակին բնակիչների, որովհետև էլի կոլեկտիվ նամակ էր եղել, մենք ստացել ենք դա անցած 5 շաբթի օրը, եթե չեմ սխալվում, գազի հետ կապված հարցադրումներին, որին մենք հենց հաջորդ օրը պատասխանել ենք, տեղեկացնելով, որ արդեն օֆիցիալ դիմումը ներկայացվել է Գազպրոմ եւ գործընթացը մեկնարկել է։ Ավարտած լինեն հնարավոր ավարտել այդ գազամատակարարման հետ կապած աշխատանքները։ Ոնց որ անցած տարի այս գրությունը եղել, մենք ստե հա մի քիչ ժամանակի շեղման խնդիր եղավ, որովհետև Գազպրոմի հետ վերջնական այդ պայմանավորվածությունը մի քիչ տևեց, բայց հիմա փաստ ունենք, էլի հիմա հասկանալի է, որ ձգձգումներ միշտ էլ հնարավոր են լինել, բայց այսօր կարակելի Գազպրոմ կարծեմ գրություններ են գրել բնակիչները, Գազպրոմը եկող շաբաթ իրանց է կպատասխանի այն բովանդակությամբ, ինչ որ ձեզ ներկայացրեցին։ Instagram-ի էջում գրել եք, որ գազամատակարարումը կա արդեն հոկտեմբերի 5-ին 2020-ին։ Ինչը կա գազամատակարարում։ Որ գազամատակարարման հարցը լուծվել է։ Ես դες գրառումից տեղյակ չեմ, ինչ գրառման մասն է։ Որտեղ գրած չի որ լուծվել է, այդտեղ մենք Գազպրոմի հետ սկզբից պայմանավորվածություն ունենք, որ փուլային ներտնային մոնտաժը սկսեն, մենք տեղեկացրել ենք, որ այդ ներտնային մոնտաժի հետ կապված դիմումները արդեն կարող են ընդունվել։ Դա Գազպրոմի հետ բանավոր պայմանավորվածության արդյունքում է եղել։ Չէ, դա քաղաքաշինական գործունեություն է, Գազպրոմ Արմենիան դրա հետ որևէ կապ չունի, տեսեք շինարարության մեջ միշտ է կարան խնդիրներ լինել, տենց բան չկա, որոնք շտկվում են բնականաբար, էլի։ Գազպրոմը լիցենզիայի աշխատանքներ իրականացնելու հետ կապված գործառույթ չունի, դա քաղաքաշինական գործունեություն է, ոնց որ հոսանք քաշելը, շենք սարքելը, դա էլ մի բան է, էներգետիկ բնագավառի լիցենզիայի շրջանակներում իրականացվում են։ Գազպրոմը քաղաքաշինության կոմիտեն է տալիս այդ լիցենզիան։ Գազպրոմ Արմենիան վերջում ընդունում է այդ աշխատանքները եւ ես երևի տենց դեպք Գազպրոմ Արմենիանը չի կարա նշի, երբ որ գնացել է աշխատանք ընդունելու եւ առանց որևէ դիտարկման, առանց բանի, նորմալ է, դա դրա մեջ տարօրինակ բան չկա, փառքաստու այդ խնդիրները շատ հեշտ լուծելի են եւ որևէ տենց ինչ որ բացեր ներկայացրած կամ պատկերացրած, որ պետք է այդ խողովակները թափվեն, չգիտեմ, նորից ավեն, բնականաբար չկա, դրան բոլորը ականատես են լինելու
եւ այդտեղ որևէ բան թաքցնելու խնդիր էլ չկա, էլի։ Երևան, եթե 23 թվականին պետք է հանձնվեր, այդ հետաձգումը ինչու է պայմանավորված եւ արդյոք այս 3 տարին դուք փոխհատուցում եք բնակիչների վարձը։ Ինչ վարձ։ Եթե վարձով են ապրում կամ ասենք չեն հասնում։ Չտեսեք սենց էլի մի հատ սկզբից գանք։ Ժամկետները այո, ի սկզբանե սահմանված են եղել կառավարության որոշման պետական ծրագրի համար եւ պայմանագրերով են սահմանված, բայց այդ ձգձգումները չեն եղել ուղղակի անգործության հետևանքով, դրանց համար շատ պատճառներ են եղել։ Դրանցից հիմնական պատճառները նաեւ, չասեմ են 20 թվականի, հա, մենք լիքը բան տեսանք, պատերազմ, կովիդ եւ այլն, ամիսներով, կես տարով աշխատանքներ հնարավոր չէր իրականացնել։ Դրան ավելացան մեր համար նախանցած տարվանից հոսանքի խնդիրները, որը նույն պատմությունը ուներ գրեթե ինչ որ այս գազը, որ այսօր ունեցանք, որով տեսեք, ի սկզբանե այն ժամանակ, երբ որ մենք սկսել են գործընթացը, հա 19-20 թվականներին ծրագիրը, այն ժամանակ էներգետիկ համակարգին միացման համար հետևյալ կարգը գոյություն ուներ, որ 1 կիլովատ եռաֆազ հոսանքի համար 10,500 դրամ էր սահմանված եւ 1 բնակարանի համար միացման վճարը 40,500 դրամ, թե մոտավորապես այդպես 46,000 դրամ եւ առանց կիլովատի սահմանափակման այդ վճարի դիմաց հեծը պարտավորվում էր էներգետիկ համակարգը կառուցել եւ միջև բնակարան, հա, ապահով էր։ 2022 թվականին, եթե չեմ սխալվում, մի տարի էս կոմենկոմ այդտեղ էլ փոփոխություն տեղի ունեցավ եւ 1 բնակարանի միացման վճարը 40 քանի հազար դրամից դարձավ 697,000 դրամ։ 1 կիլովատ հոսանքը այն մնացած կարիքների համար 10,500-ից դարձավ 87,000 դրամ եւ մի հատ էլ ավելի վատ կետ սահմանվեց, որ եթե ընդհանուր գումարային հզորությունը 3 մեգավատը գերազանցում է, այդ ամբողջ ծախսը 100% ծավալով իրականացվում է կառուցապատողի կողմից։ Այսինքն մի հատ շատ մեծ ահռելի միլիարդները գերազանցող գումարի մասին է խոսքը, որը այն նախնական հաշվարկային տրամաբանության մեջ ընդամենը 200-300 միլիոն դրամի գումարի մասին էր խոսքը, որը բնականաբար հաշվարկված էր մեր կողմից եւ այլն։ Շատ երկար տևեց այդ process-ը, որովհետեւ հզորությունների խնդիր եկար, բայց էլի մենք այդ չթողեցինք որևէ պետական մարմնի կամ չգիտեմ ինչ որ այլ օղակի վրա, էլի ինչ որ անհասկանալի կամ ինչ որ ռեսուրսներ օգտագործելով, դա չմանրամասնենք, դա արեցինք։ Այսօր ամբողջ համակարգը կառուցված է եւ այն մտահոգությունը, որ կա, որ ասում են լարերի եւ այլնի հետ կապված խնդիր, իրականում բացարձակ չկա տենց խնդիր։ Այդ խնդիրը ինչի է հիմա, որովհետեւ ամբողջ ջեռուցումը իրականացվում է էլեկտրականությամբ այս պահին, որը բնականաբար գազամատակարարման համակարգ լինելու դեպքում բեռնաթափվելու է եւ իր հաշվարկային նախնական տեսքին է գալու եւ տենց խնդիրներ չենք ունենալու։ Հիմա բոլորը բաժանորդ են, բաժանորդելու համար վերջիններս որևէ գումար չեն մուծել հեցին, թեպետ մենք խնդրանքով դիմել էինք, որ քանի որ սենց ծանր բեռ է մեր վրա առաջացել, ամեն մեկը կներեք իր բնակարանի հաշվարկով փոխհատուցի կառուցապատող ընկերությանը, դա եղել է խնդրանք ընդամենը, որին տենց հաշված մարդիկ են այս պահին արձագանքել, բայց մենք չենք նայել դրան եւ խնդիրը լուծել ենք ամբողջությամբ, թե այդ փուլի համար, թե մնացած բոլոր փուլերի համար։ Սա խոշոր հաշվով ձեր օրինակով ուզում եք ասել, որ այս խնդիրը միայն դուք չեք խախտել, որպես բնականաբար, բոլոր նոր կառուցապատումներում այդ խնդիրը կա։ Կա ուղղակի ի տարբերություն կետային կառուցապատումների, որովհետեւ հիմնականում 1-2 շենք հա կառուցվում է, մեր մոտ խնդիրը շատ մեծ է, որովհետեւ ծավալն էլ է մեծ։ Թե ընդհանուր առմամբ 39 շենք է, առաջին փուլով 11 շենք է արդեն ավարտված եւ ավարտական ակտով ձևակերպված, 830 բնակարան է առաջին փուլով, դեն շարունակական փուլերով կա։ Ստույգ տվյալ չգիտեմ, երևի մոտ 60-70 ընտանիք կարծում եմ։ Վկայականները պետական ծրագրով մենք այնտեղ կադաստրի հետ կապված մի քիչ դժվարություններ կար, բայց արդեն փուլային ստանում եւ քաղաքին տալիս ենք եւ արդեն ձեզ էլ են ծանուցում դրա մասին։ Մենք մի հատ փոքր գրավից ազատման հարց կար, որը եկող շաբաթ լուծվում է եւ եկող շաբաթը որ բաց թողենք, դրան մյուս շաբաթվանից սկսած արդեն պայմանագրերի կնքման գործընթացը մեկնարկում է։ Ներողություն, որպես կառուցապատող սա ձեր որերով նախագիծն է եւ օրինակ մյուս շենքերը ինչ ճակատագրի են արժանացել, ինչու եմ հարցնում, չստացվի այնպես, որ որևէ փուլում ընկերությունը գնա սննկացման եւ ինքը շատ հետաքրքիր հարց եք տալի, կներեք, էլի ի տարբերություն տենց արկածախնդիր շատ դեպքերի, մենք ոչ միայն
այտենց ցանկություն չունենք, ոչ է պլան ունենք, որովհետև մենք շարունակական շատ ծրագրեր ունենք, մեկնարկային փուլում թեկուզ նույն Կոմիտաս պարկի երրորդ փուլը քաղաքի այլ հատվածներում կառուցապատումներ ունենք եւ մենք խիստ պայքարում ենք նաեւ այն բոլոր փորձերի դեմ, որ կարող են դրան բերել։ Ի տարբերություն այլ դեպքերի, երբ որ մարդիկ միգուցե ուրախանում են այդ դեպքերից, մենք փորձում ենք կանխել դրանց եւ բնականաբար ոչ մի ֆինանսական առումով մենք տենց խնդիր չունենք որևէ տենց գնալու։ Դատական հայցերի հետ կապված մի քանի դեպք են, որոնք մենք հիմա դատական, բայց ոչ սնանկության իհարկե, այնտեղ փոխհատուցման հարց է եւ այլն, բայց մեր հորդորը միշտ եղել է մեր բնակիչներին, որ չփորձեն գնալ այդ ճանապարհով, որովհետեւ դրանից ոչ ոք չի շահելու։ Եթե կառուցապատող ընկերությունը Աստված չանի, որևէ կառուցապատող ընկերության հարկադրաբար սնանկության տանեն, դրանից ոչ ոք չի շահելու, ոչ կառուցապատողը, ոչ բնակիչը, որովհետեւ պայմանագրով ասում եք, այսին ժամկետին հանձնվում է, չի հանձնվում։ Այն ջանի, եկեք մի հատ տեսեք, հարցը հասկանալի է, շատ է։ Իր իրավունքից օգտվելով դիմում է դատարան, իսկ դուք խոսքը հորդորում գնում եք է չդիմել դատարան։ սնանկության հայցով դատարան մտնելուն։ Դրա մասին է խոսքը, որ բացարձակապես այդ ճանապարհով պետք չի գնալ, որովհետև չէ, չունենք, այդ եմ ասում, եւ հուսով եմ չենք ունենա, որովհետև դա բոլորի շահերից է բխում։ Եվ մենք խնդրել ենք մեր բոլոր շահառուներին, որ անգամ եթե խոսակցության մակարդակում, որովհետև իրանք իրանց մեջ էլ են շփվում բնականաբար, այտեն ցանկություն հայտնող լինի, բոլորը փորձեն կանխել այդ կամ մեզ գոնե տեղյակ բային, որ աշխատանք տանենք, որովհետև սա վստահաբար եմ ասում, ոչ շահառուն է շահելու տեղից, ոչ է կառուցապատողը, որովհետև այս շենքերը եթե sense խոսակցականով ասեմ անտերության մատնվեն, դրանից ոչ ոք հասկանալի է, որ ոչ մի շահ չի ունենալ։ Բնակիչներից մեկը բայց նշել էր, որ արդեն դատարան դիմել։ Դա ընդհանրապես այնտեղ ուշացման փոխա, դրանք տարբեր գործընթացներ են, էլի։